Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի պաշտոնանկությունից հետո առաջիկայում Էջմիածինը կունենա նոր ղեկավար։ Մայիսից այս պաշտոնը թափուր էր։ Նոյեմբերի 16-ին նախատեսվում է անցկացնել վաղարշաբաթի ավագանու արտահերթ ընտրություններ։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իշխանությունների համար գլխավոր մրցակիցը համարվում է Հայ հեղափոխական դաշնակցության եւ Առաջ Աչակենտրոն կուսակցության հաղթանակ դաշինքի ցանկը գլխավորող Սևակ Խաչատրյանն է։ Բանն այն է, որ Խաչատրյանը Էջմիածնում համակիրների մեծ բանակ ունի ու ըստ իշխանությունների սոցիալական հարցումների Խաչատրյանը առաջատար դիրքերում է։ Մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունների թեկնածուն Արգիշտի Մեխակյանը եւս մտահոգված է Խաչատրյանի ռեյտինգով։ Հիմա իշխանություններն ամեն բան անում են Սևակ Խաչատրյանին նախկինների հետ կապելու, նրան ամեն կերպ վարկաբեկելու համար։ Հավելենք, որ վաղարշաբաթի համայնքապետի ընտրություններում արդեն 6 քաղաքական ուժ մասնակցելու հայտ է ներկայացրել։